Բարև ձեզ, սիրելի հայ ժողովուրդ, բարև Հայաստան։ Ժողովուրդ ջան, շատ բան ա կուտակվել ասելու, որոշեցի այսօր իմ YouTube-յան ալիքում լինեմ, որովհետև այս ինչ որ հիմա ասելու եմ շատ կարևոր է եւ քանի որ YouTube-ը թարգմանում է իմ լայվերը, ուզում եմ որ շատ ազգեր, շատ մարդիկ իմանան իրականում ինչ է կատարվում Հայաստանում։ Ուրեմն առաջինը, ինչի մասին ուզում եմ խոսել, դա շուկան է, որը փակեց Ռուսաստանը, փակեց Հայաստանի առաջ։ Ժողովուրդ ջան, սրանց այս ընդդիմադիր կոչված առնետների ասելով, դա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքներ, բայց ճշմարտության զերո հատիկ չկա տեղ, ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը կապ չունի, պարզապես ռուսական շուկան զավթել են Չինաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը ընդեղ տեղ չունի, իրանց պատճառ էր պետք, որ իրանք կարողանային փակեին այդ շուկան մեր առաջ, չկա չարիք առանց բարիքի, փակեցին, լավ արեցին, մեր ժողովուրդը հիմա թող օգտվի, որքան որ հնարավոր է կառավարությունը կօգնի, ես գիտեմ նաև անհատ մարդկանց, որ եկել են Հայաստանից միրգ գնելու, հատկապես ծիրան ու բերելու վաճառելու Եվրոպայում, ժողովուրդ ջան, անցած տարի էր, թե դրա առաջին տարին էր, լավ չեմ հիշում, մեր հայերից մեկը ծիրան բերեց Ավստրիա, վաճառել էր համայնքում, հայկական համայնքում, 12 եվրոյով, սպառվեց ժամերի ընթացքում, ժամ էլ չտվեց երևի, սպառվեց, ես ինքս ընդեղ չեմ եղել, բայց իմ ընկերուհին բերեց ու ինձ էլ հյուրասիրեց, 12 եվրոյով վաճառվեց, ես հիմա գիտեմ մարդ, որ Շվեյցարիայից եկել է, որ Հայաստանից ծիրան տանի Շվեյցարիայում վաճառի, անհատ ձեռներեցները, մեր կառավարությունը կկազմակերպեն այդ ամեն ինչը, պետք չի ողբ բարձրացնել դրա համար, ժողովուրդ ջան, ողբալի կլիներ, եթե մեզ չհաջողվեր հաղթել այդ ընտրություններում եւ Հայաստանը ենթարկել Հայաստանը տանել դեպի ոչնչացում, ուղղակի ոչնչացում, ժողովուրդ ջան, նենց որ, ես լսում էի Ֆրանգուլյանին, անունը չեմ կարողանում մտաբերել, ոնց խոսակցությունից երևում է, որ այդ մարդը ապրում է Ռուսաստանում, բայց հալալ է իրան շատ համարձակ մարդ է, որտեղ ես իմ ծանոթներին հեռախոսով երբ հարցնում եմ, ինչ վիճակ է ձեր մոտ, վախենում են այդ մասին խոսեն, բայց այս մարդը լայվ անում փաստորեն ու տեղին ամեն ինչ ասում է, շատ լավ մարդ է, շատ հայերենասեր, շատ անկեղծ եւ գիտեք լավ տրամաբանությամբ հասկանում եք, ինքը տրամաբանելով կարողանում է, ասենք, այս երևույթից պատճառահետևանքային ձևով բացատրել ամեն ինչը, հասկանում եք, Ֆրանգուլյանն էի լսում, ասում է, ստեղ ասում է, հիմա չինական ելակը ոտի հետ է գնում, բաց չի, որ պտի ճամփեն փակեին, որ Հայաստանի ապրանքը, Հայաստանի ելակը, հայկական կերասը, չմտնի այնտեղ, գիլասը, չմտնի, ժողովուրդ ջան, որովհետև շուկան զավթված է այդ երկրների կողմից ու նրանք են որոշում արդեն ով կլինի այդ շուկայում ու ով չի լինի այդ շուկայում, ընդհանրապես ես ձեզ ասեմ, արդեն տարուց ավելի, որ ես ասել եմ, որ Ռուսաստանը ղեկավարում է Սի Ցզինպինը, Պուտինը ընդեղ մեխի գլուխ է, ժողովուրդ ջան, Սի Ցզինպինն էլ թույլ չի տալիս, որ բանակցություններ տեղի ունենան, որ պատերազմը կանգնեցվի, որովհետև իրան պետքա թուլացած Ռուսաստան, որքան թույլ, որքան ընկած, այնքան ավելի շուտ ինքը կկարողանա վերցնել տարածքը, նրան տարածքա պետք, նրա ժողովուրդը շատ են, չի կարողանում տեղավորել իր տարածքունից, ծովի վրա են ապրում, ջրի վրա են ապրում, Չինաստանին անհրաժեշտ է տարածք, Ռուսաստանը կիսվելու է Ամերիկայի ու Չինաստանի մեջ, Պուտինը շատ լավ հասկանալով, որ ինքը
պարտվում է, գտել է այդ լուծումը հարցի, գնում է դրան, կթողեն Ռուսաստանից կմնա միայն, ես ժողովուրդ ջան 2 տարուց ավել է, որ ասել եմ, երևի ավելի երկար ժամանակ է, որ Ռուսաստանից մնալու է Մոսկվան ու Պետերբուրգը իրանց շրջաններով, մնացածը տալու է, իհարկե Պուտինը այն մարդը չի, որ ձրի տա, կվաճառի, ու ինքը իրա այդ մնացածի վրա ժողովրդին թանրապես թքած ունի, հիմա հայտարարելու է, երեկ լսում էի Սալավյովի հաղորդումը, Մարգարիտա Սիմոնյան փողոցային, արդեն այդ մյուս բառը չասեմ, հասկացաք, փողոցայինը, որ սեփական մարդուն թույնեց, հիմա էլ սուտ լացիկա դնում եթերներում, հաղորդումներում, Մարգարիտա Սիմոնյանը ելույթ ունեցավ, մրոտեց մեր կառավարությանը, վիրավորեց Նիկոլ Փաշինյանին ու այդ սովորական բան է, որտեվ Մարգարիտա Սիմոնյանի նման անդաստիրակ փողոցային կանայք ուրիշ ձևով չէին էլ կարող արտահայտվել ժողովուրդ ջան, բայց կարևորը գիտեք որն է, որ սա համարվում է Կրեմլի լեզուն, ինքն էլ Սալավյովն էլ, ու սենց միտք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանին, բառացի ցիտում եմ, Նիկոլ Փաշինյանին ընտրողները իրավունք չունեն Ռուսաստան գալու, այսինքն փակում են ճանապարհը, այն կողմից էլ, այս կողմից էլ, ժողովուրդ ջան, արդեն պարզ ու հասկանալի է, հետագա հաջորդ քայլը իրանց, Ռուսաստանի ժողովրդին որոշել են պահեն պատանդ, որպեսի ստեղ իրանց այդ լրտեսները, իրանց առաջարկած, առաջադրած մարդիկ, Քալեն թափած Սամոն, Տուրբերան Գյոթվերանը ու առյուծների հետ հարաբերվող Ծառուկյանը պահանջում են չեղյալ համարել ընտրության արդյունքները ժողովուրդ ջան, տեսեք, ինչքան սինխրոն են սրանք գործում, սրանք դա դիմում են սահմանադրական դատարան, սրանք հույս ունեն, որ Սահմանադրական դատարանը կարող է իրոք չեղյալ համարի, չնայած սահմանադրությամբ ընտրական օրենսգրքով նման բան չի կարող լինել, բայց ամեն դեպքում մտածում են մեկ էլ տեսար, հասկանում եք, ու իրանք արդեն պատրաստվում են հաջորդ ընտրություններին, հայերին պատանդ են պահում ընդեղ, ու այս ժողովրդին որպեսի ստիպեն, ով Ռուսաստանում մարդ ունի, զավակ ունի, բարեկամ ունի, չգիտեմ, ով ունի, ինչ-որ մեկը ունի Ռուսաստանում, ստիպված լինեն ընտրել իրանց սրտի թեկնածուներին, որևիցե մեկին, կամ Ծուրբերան Գյոթվերանին, կամ Քալեն թափած Սամոյին, Ծառուկյանին իհարկե իրանք նկատի չունեն, բայց դա անում են մտադրված, իսկ եթե հանգարց չստացվի, Սահմանադրական դատարանը չեղյալ չհամարի, արդեն թույլ կտան, հիմա թույլ չեն տալիս իհարկե, Կրեմլը թույլ չի տալիս, որ սրանք վերցնեն մանդատները ու մտնեն խորհրդարան, այդ ժամանակ արդեն թույլ կտա, որ մանդատները վերցնեն մտնեն խորհրդարան, իհարկե փողոցային, զուգահեռ փողոցային պայքար մղելու նաև զուգընթաց, նաև պիտի մարդկանց հանեն փողոց, դրա համար ամեն ինչ անում են, որ ժողովրդի մեջ դժգոհություն առաջացնեն, իսկ մնացածին ընդեղի հայերին որոշել են
պատանդ վերցնեն, որպեսի Հայաստանում հայերը, ովքեր ընդեղ մարդ ունեն, քվեարկեն դրանց օգտին։ Հասկացաք, ժողովուրդ ջան, ինչ պլենդուզից ցածր պետության հետ ու ղեկավարության հետ մենք գործ ունենք։ Ինչ պիտի սպասեինք ավել մի երկրից, որը ղեկավարում է շպիոն։ Գերմանիայում շպիոն է եղել Պուտինը։ Նախկին կագեբեշնիկ, ասում են կագեբեշնիկը նախկին չի լինում։ Ժողովուրդ ջան, եւ պլյուս սադիստ։ Ժամանակին ես հիմա իհարկե անունը չեմ հիշում, մաթեմատիկոս ու պայծառատես, որ եղել է բան Ստալինի ժամանակ ու շատ եւ եղել է այդ մարդը պայծառատես։ Այդ մարդը գուշակել է հաշվարկներով։ Ու իր վերջին գուշակությունը եղել է այն, որ բոլոր Ռուսաստանի ղեկավարներին հատ նկարագրել է, ով երբ է գալու իշխանության, ինչ է անելու, եւ ամենավերջին ծրարում ինքը վերջին ծրարում նկարագրել է Պուտինին, որ կգա իշխանության կապույտ սառը աչքերով մի սադիստ ու կլինի մի պահ, որ ինքը միայնակ պիտի որոշի Ռուսաստանի ճակատագիրը։ Ժողովուրդ ջան, եւ որոշումը եղավ այն, որ Պուտինը որոշեց վերացնել արական սեռը Ռուսաստանում, որ իր դեմ պայքարողներ չլինեն, որի համար հիմա հապճեպ հայտարարում է մոբիլիզացիա։ Արդեն սկսել է, պաշտոնապես չի հայտարարվել, բայց սկսել է։ Մի քանի օր առաջ ես տեսա ուկրաինական կանալներով, որ մարդկանց ուղակի բռնում են, թևերը ոլորում ու տանում։ Էլ ինչ կոնտակտ, ինչ բան, փող չունի, որ վճարի, ուղակի ստիպողական վերցնում ու տանում են։ Ես մտածեցի երևի ինչ-որ, չգիտեմ, էլի ֆեյկա, ինչ-որ կազմակերպված բանա, բայց հետո այս Մարգարիտայի հաչոցից հետո հասկացա դրանց Սալավյովի այդ հաղորդման ժամանակ երեք Վասկրեսնի вечер այդ հաղորդման շոուի ժամանակ բառացի ասվեց, որ պետքա անել մոբիլիզացիա, համատարած։ Ժողովուրդ ջան, արդեն բավականին երկար ժամանակ է, որ ես ասում եմ համոզեք ձեր Ռուսաստանում եղած բարեկամներին, ընկերներին, զավակներին, թող դուրս գան այդ տարածքից, բայց չեմ տեսնում, մի մասի իհարկե հեռացել են խելացիները, իսկ այն անխելքները մնացել են, որ դառնան թնդանոթի միս։ Կամ կարող է եւ հասնի այն տեղը, որ սրանց խփեն ատոմային ռումբով ու հալվեն սրանց հետ միասին հոսեն։ Երկուսն էլ ցանկալի չի, ժողովուրդ ջան, ցանկալի չի ողբերգությունը, բայց այս մարդիկ ռուսասիրությունը, ռուսամոլությունը հաղթում ամեն ինչի, նույնիսկ վախին, նույնիսկ վտանգին, չեն ուզում թողնել իրանց սիրելի, իրանց սրտի սիրելի Ռուսաստանը եւ ռուս քացերին, ամենակարևորը։ Դե ուրեմն թող հալվեն հոսեն, եթե իրանց կյանքը նվիրաբերում են դրանց ու իրանց այդ ալկաշ փնթի խուժանները ավելի թանկ են, քան թե իրանց երեխաների կյանքը ու իրանց կյանքը։ Էլ ինչ անենք։ Լավ, ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը խոսվեց երեք այդ հաղորդման ժամանակ, իհարկե Մարգարիտա Սիմոնյան կոչված փողոցայինը դուրս ընկածը, որ սեփական մարդուն անգամ թույնեց իր երեխաների հորը, բերանից ինչ լապ ասես թափեց։ Ժողովուրդ ջան, հաջորդը, որին ուզում եմ անդրադառնալ, դա Բևերի Բեղլունը։ Այս մարդը
իր այդ գիշատիչի աչքերով, հələ ուշադրություն դարձրեք այդ մարդու աչքերին։ Նայում ես, մտածում ես, հեսա մեկնում եկին կհոշոտի։ Այդ բեղլուն մեղադրեց, ուզում է ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել ռուսները։ Դուք պատկերացնում եք, այդ ինչ աբսուրդ է, ժողովուրդ ջան։ Նիկոլ Փաշինյանի իշխանության են բերել ռուսները եկել են Հայաստանում քայլել են, ռուսները հեղափոխություն են արել, ու հիմա ռուսները պայքարում են ամեն ձևով, ամեն գնով, նույնիսկ միլիոններ են ծախսում, որ իրանց բերած մարդուն հեռացնեն իշխանությունից։ Օրինակ աբերում, գիտեք ինչ, որ Նիկոլ Փաշինյանը սկզբում լավ էլ կատարում էր Ռուսաստանի պահանջները, հա, կատարում էր, որովհետև Նիկոլ Փաշինյանն էլ չէր պատկերացնում, որ մենք գործ ունենք բարեկամ ձևացող ոխերի թշնամու հետ։ 44 օրյան պարզեց, բացեց, պատռեց բոլորի դիմակները, ու Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ այդ երկիրը մեզ բարեկամ չի։ Չնայած երկրի ապահովության համար, ժողովրդի ապահովության համար Նիկոլ Փաշինյանը շարունակում էր լավ հարաբերությունները այդ տականքների հետ, բայց ոնց որ տեսնում եք, օծի գլուխը ինչքան էլ ուզում ես շոյի, մեկա գծելու է։ Հարկավոր է ուղղակի կամ հեռու մնալ, կամ դե որ մեր ուժը չի պատում, որ դրա գլուխը ջախջախենք, ուրեմն պիտի դիստանցավորվենք ու թեքվենք մեկ ուրիշ կողմ, որտեղ մեզ չեն կծում, ընդհակառակը մեզ օգնում են, ժողովուրդ ջան։ Բայց դա դուր չի եկել Ռուսաստանին և նրանք դեսանտ իջացրեցին Հայաստան, ահռելի փողեր ծախսեցին, բացի այդ դեսանտը, բացի այդ թեկնածուները, նրանք նաև ուղարկել են KGB-ի դպրոցը անցած պորտեկաբարո կանանց, այսինքն ռուսապորնիկների, որոնք գտնվում են Հայաստանում, տիրապետում են, շատ լավ տիրապետում են 3 լեզուների, հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Դրանցից մեկը հենց Գոհար Բելոյան կոչվածն է, որը հանդես է գալիս իբր սահմանադրագետ, բայց ընդհանրապես գաղափար չունի, ոչ իրավաբանությունից, ոչ էլ սահմանադրությունից, որովհետև իր բերած այդ արգումենտները բացարձակ փուչիկ են ու ոչ մի կապ չունեն, ոչ սահմանադրության, ոչ օրենքի հետ, ժողովուրդ ջան։ Սա էլ KGB-ի այդ վկայականը FSB-ի, այսինքն գրպանում, մի փողոցային անտեր շունա, ոնց որ ես Աննա Աբրահամյանը, որոնց հավաքագրել են, անցել են FSB-ի դպրոցը ու գործուղեցին իրանց այդ քալեն թափած լրտեսի հետ, որպեսի սատարկանեն այդ լրտեսին, միաժամանակ նրա քայլերը հաղորդեն Մոսկվա, նրա ու նրա շրջապատի քայլերը հաղորդեն Մոսկվա։ Հենց դա էլ անում են այս ռուսապորնիկ հանդիսացող այս անտերական փողոցային կանայք, որոնք ռուսների փողերով մի քիչ դզմզել են իրանց, մի քանի չուլ են գցել վրաները ու ձևանում են, չգիտեմ ինչ որ վերնախավ, չգիտեմ գրագետ, չգիտեմ մի քանի այս Աննա Աբրահամյան կոչեցյալը, որ իրան հռչակել է մշո աղջիկ, ասում է մի քանի մագիստոսի կոչում ունեմ։ Հիմա ասել է ինչ ունես դու, այ պորնիկ, դու մենակ ունես քո գրպանում FSB-ի դպրոցի վկայականը և FSB-ի անդամի վկայականը, նենց որ լեզուտ հետևդ մցրու տականք։ Հաջորդը անդրադառնանք են կլոունի Էդմոն Մարուքյան կոչեցյալին, որ մեկ ու մեջ ընկնում է եթերները
ցանցար ծանծաղ դուրս է տալիս ու իրան թվում է թե ինձ խելոք բաներ ասեց գրկից գիկ թռնող Էդմոն Մարուքյանին, որը դժգոհ է անդիմությունից, որովհետև իրան չեն լսել եւ աշխատում է ապացուցել, որ լեգիտիմ չի էս իշխանությունը, որովհետև ընտրությունները կեղծված են, որովհետև ԿՊ-ն կաշառք է բաժանել, այսինքն թոշակը բարձրացրել է, սիրելի թոշակառուներ, հիմա հասկացաք ովքեր են սրանք համարում են ընտրակաշառք, դա նշանակում է, որ եթե հանգարց իրանք գային իշխանության, այդ թոշակը իրանք ջրելու էին, որովհետև դա ընտրակաշառք է եղել ԿՊ-ի կողմից, էդ էլ շաշ, էլի անտեր մնացած, որ գրկից գիրք է թռնում Էդմոն Մարուքյանը, հա, ամենակարևորը, լապ թափեց բերանից Կարեն Սարգսյանի հասցեին, Կարեն Սարգսյանին համարեց ավենտյուրիստ, ոչ մի տեղ չաշխատող, դուրս չեր եկել Կարեն Սարգսյանի վերլուծությունը, որ Կարեն Սարգսյանը իր վերջին լայվում ասեց, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեր հակառակորդներն են, ես բառացի ցիտում եմ Կարեն Սարգսյանին, ես իհարկե այն ժամանակ, որ Կարեն Սարգսյանը ընկել էր Գուրգեն Սիմոնյանի ու այն Չիբուխչյանի խելքին ու ինչ-որ հակաբաներ էր խոսում, ես մի քանի անգամ կոթել եմ Կարեն Սարգսյանին իմ լայվերում, բայց իմ կարծիքով Կարեն Սարգսյանը ժամանակի ընթացքում հասկացավ, որը որից հետո է, ինչը ինչից հետո է, որը որի պատճառն է ու հիմա ավելի իր խոսքում նկատվում է շրջադարձ մի խոսքով, այն որ ասում են լավ է ուշ քան երբեք, Կարեն Սարգսյանը ասեց, որ թուրքերն ու ադրբեջանցիները հակառակորդներ են, բայց ռուսը թշնամի, այդ դուր չի եկել, Էդմոնչիկին, Էդմոնտիկ, կարող է, մտածում ես, կարող է, որ իմացել չենք, որ գրպանումդ ռուսական FSB-ի վկայական դրած ուսեն սուր պահում ես, թե դու նոր վար ռուսամերն ես, այս շաշանդեր, Էդմոնդ Մարուքյանը ուղղակի այլ դանդակ ձևով խոսեց Կարեն Սարգսյանի մասին, համարեց ավանտյուրիստ, ինքը սուրբ է, Կարեն Սարգսյանն էլ ավանտյուրիստ, լավ, ինձ թվում է, որ այդ Կարեն Սարգսյանի մասին խոսալը էժան չի նստի, Կարեն Սարգսյանն մարդկանցից չի, որ չպատասխանի, սպասենք Կարեն Սարգսյանի ռեակցիային, այսինքն թե ինչ ձևով կարձագանքի, վստահ եմ, որ կարձագանքի, հա, եթերներում նորից 5-րդ ալիքն է աշխուժացել, մեկ Գոմիկ Լևոնիկը, մեկ իր ծուրբերան գյութվերան հայրիկը, անդադ, հա, ինքը 5-րդ ալիքում հարցազրույց է տալիս, անգիրարած բաներ, ոչ մի նոր բան, այն ինչ որ մեզ ասել են, կրկնում է, ասում են կրկնությունը գիտության մայրն է, հետի լավ սերտել է Լևոնչիկը խոսում է ընդեղ այդ արանքներում հայտնվում է հայրիկը, տուրբերան, գտվերան, հայրիկը, իրա են մտքի գիգանտներով տղանել, ցիտում է հորը, մի խոսքով հայր ու տղա փորձում են ժողովրդին համոզել, որ իրանք կարող է օրերից մի օր գան իշխանության,
Շունչները պահած սպասում են սահմանադրական դատարանի որոշմանը չնայած Լևոնչիկը այդքան էլ ինչ-որ հույս չունի, որ սահմանադրական դատարանը իրենց օգտին վճիռ կկայացնի։ Իսկ փողոցային պայքարի իրանք դեմ չեն։ Պետք է, բա ոնց։ Հիմա դե լսեք այդ գյոթների ընտանիք, չատլախների ընտանիք, հիմա լսեք, այ Ֆրանգուլյանը ասեց, որ քանի որ ինքը անհանգստացած է, չնայած այդ մարդը Հայաստանում չի ապրում, բայց այդ կապ չունի, անհանգստացած է Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագրով, ժողովուրդ ջան։ Ֆրանգուլյանը ասեց, որ քանի որ ինքը անհանգստացած է, իրան զանգում են ջահելներ Հայաստանից, գրում են, որ հոպար ջան, մի անհանգստացի ամեն ինչ հսկվում է։ Այսինքն, լավ լսեք, դեռ 2 թե 3 տարի առաջ ես իմ լայվերում ասել եմ, ձեզ պատժելու է հայ ժողովուրդը, ձեզ ոտատակա տալու հայ ժողովուրդը։ Նույն բանը կրկնեց պարոն Ֆրանգուլյանը, որը իմիջիայլոց շատ խելացի մարդ է։ Ասեց, մի համբերությունից հանեք այս ժողովրդին, մի իմացեք, որ մենակ դուք եք, դուրս կգաք, հանգարց ձեր բախտը փորձեք, մի բան այն չլնի, այսենց մի կողմից կմտնեն, մյուս կողմից դուրս կգան։ Դուժողը դուք եք լինելու, ես ձեզ ասել եմ, այ ծուրբերան գյոթվերան, ես քեզ ասել եմ, դու քո սեփական աչքով տեսնելու ես քո լակոտներին արյան լճի մեջ ճպճպալուց, ես քեզ զգուշացրել եմ։ Ինչ ես կարծում, այ ծուրբերան չատլախ, ես օդից եմ ես ամեն ինչը վերցնում, ինձանից եմ հորինում, ես ձեզ զգուշացրել եմ, դուք ձեր ոտով գնում եք ոչնչացման, դուք եք ուզում։ Ես գիտեմ, որ խոսքը ժողովուրդ ջան, խաղաղ ցույցերի մասին չի, եթե դրա մասին լիներ, այս խոսակցությունը ես չէի անի, սրանք դուրս են գալիս փողոց սադրելու, ապակայունացնելու Հայաստանի վիճակը, ամեն ինչ կանեն, ամեն ինչ, պատասխանը լինելու է սարսափելի, այ լրբի տղերք։ Ոչ մեկին էլ, ոչ մեկն էլ չի ուզենա, որ մեր երկրում նման բան լինի, բայց եթե ստիպեք, կլինի, հաստատ կլինի։ Այ իմ մտքերը հաստատեց Ֆրանգուլյանը, որ ասեց, ինձ գրում են, ինձ զանգում են, ասում են հոպատ ջան, մի անհանգստացի, ամեն ինչ հսկվում է։ Ես գիտեմ, որ Հայաստանում կան ջահելներ, երիտասարդություն, չհաշված են ղզիկ, քույրիկ, սրա գրկից նրա գիրկը թռնող մի քանի լրբի տղերքի, Հայաստանում կան տղաներ, որ կչոքացնեն ձեզ, կչոքացնեն ուղակի, ու կստիպեն, որ հող ուտեք։ Հայ միջայլոց, ասեմ չմոռանամ, այդ Արամ Ավետիսյանի վրա, որ հարձակվել եք, ձեր հետագայի մասին չեք մտածել, ախր Արամը այն տղեն չի, որ ների ձեզ կամ մոռանա կամ հիմա ուղղակի այդ տղեն ուզում է գնա օրինական ճանապարհով, ուզում եմ զգուշացնել նաև ուժայիններին, չփորձեք ծածկադմփոց անել, ավելի վատ բան կլինի։ Հասկացաք։ Դուք խաղացել եք ձեր բախտի հետ։ Ասեմ իմանաք, դուք դեռ չգիտեք,
ովքեր են Արամ Ավետիսյանի թիկունքում կանգնած, ովքեր են նրան հովանավորում, ովքեր են նրան առաջնորդում։ Հələ չգիտեք, որ իմանաք, հող կուտեք, հող, չոքած հող կլափեք։ Այսօրվա դրությամբ հայտնի չի, իհարկե, չնայած բոլորս էլ գիտենք ով է այդ գալաթը արել, բայց լավ իմացեք, հող եք ուտելու կամ գնալու եք ցմա կամ կզելու եք, այսինքն կռանալու եք ու հող ուտեք, էդի հաստատ չկասկածեք։ Համ Նարեկին մի երկու բառ ասեմ, ժողովուրդ ջան, Նարեկ Կիրակոսյանին։ Հա, այն Խամոյանը, ինձիբիլա, այնտեղ էլ երկու հատ քրչապորնիկ կան, մեկը Աննա Գրիգորյանը, մեկն է Խամոյանը։ Այնտեղ կարևոր բաներ են խոսում, ազգային ժողովը, հարցը, սա մի սենց քմծիծաղ, այդ բոզի քմծիծաղն էլ վերցրել է ձուրբերան գտվերանից, ասում է շանկողքը կապես կացել կսովորի, հաչալ կսովորի, ձյուն կացի տալու խրխնջալ չէ, դե պարզա, ձուրբերան գտվերանի հետ հարաբերվողը ամեն ձևով իդեպ, ինչ պտի սովորեր, մի քմծիծաղով նստել է ձեռքերի հետ ախաղում, աղջիկ ջան, որ անելիք չունես, տեղ սիկլիրդ քաշի, գնա, քո գործով զբաղվի, հա, դու գիտես ինչով։ Եթե դուք այդտեղ անելիք չունեք, ձեզ հետաքրքիր չի, իսուր եք վեր ընկել, ինչ եք տեղ զբաղացնում, այ պորնիկներ, ախր այդ երկրի բախտն է որոշվում, այ քրչապորնիկներ, մի երկու հատ քրչ են գցել վրեկները, էս ինքան, չգիտեմ, բոտոքս են լցնում, սիլիկոն են ինքան լցրել, շրթունքները բերանը դարել է Գեղամ Մանուկյանի հետույքը, այսինքն կապիկի վոր, իսկ այն մեկներ մի երկու հատ քրչա գցել վրեն, ես այդ աղջկան սկզբում խղճում էի, մտածում էի երևի հոր համար այլ պայքարում, դրա համար չէի աշխատում էի դրա հետ նուրբ վերաբերվեմ, բայց հետո հասկացա, որ չէ, այս աղջիկը սովորական քրչապորնիկ է, խելքը դրել այդ ճամրտված բիձու հետ, որ դրա փողերով գնա քիթը սարքի, որ սարքեցիր ինչի նմանվեցի, գեղեցկուհի դարձա, հələ մի կարծիք հարցրու էլի կողքից, կամ այդ մի երկու հատ քրչավոր գցել ես, վեր այդ տենց երջանիկ ես, վաղը մյուս օրը ոնց ես նայելու մարդկանց երեսին, ոնց ես նայելու մարդկանց աչքերին, այդ քրչապորնիկ։ Մի խոսքով այդտեղ նստած են երևույթներ, որ չպետք է տեղնեին, ժողովուրդ, չպետք է տեղնեին, ու այդքանից հետո դուք նորից կեղտոտեցիք այդ ազգային ժողովը, նորից այդ աղբը տարակ լցրեցիք, որ այդ ժողովրդի աշխատող, իրոք, քրտնող, աշխատող Հայաստանի համարի ժողովրդի քթիտակ նորից գարշահոտությունը տարակ մցրեցիք այդտեղ, գոհեք ձեր արարքից, պատժվելու եք, այ պրոսեսը գնում է, հեսա ճանապարհները փակում է, թռիչք չի թույլատրելու, համատարած մոբիլիզացիա է անելու, ես ձեզ ասել եմ, չէ ձեր այդ վերցրած փողերը ինչի վրա եք ծախսելու, ես չեմ սխալվել, այդ տեսակ ինչ բերեցիք դուք ինքներդ ձեր գլխին, դուք անակ նրանց ընդեղից հանեիք, համոզեիք, դուք Հայաստանն էիք տանում ընդեղ, որտեղ որ ձեր անբարոյական ծանոթներն ու հարազատներն են անբարոյական, որտեղ այդ երկրում բարոյական մարդը կամ պիտի պայքարի, այդ երկրի դեմ կամ պիտի թողի հեռանա, իսկ ով որ ոչ են անում, ոչ են, ուրեմն իրանցից ավելի վատն է։ Հա, ամենավերջում ժողովուրդ ջան, առաջ չէի նշում, բայց հիմա հերթականությունը պահելու համար նշումներ եմ անում մոտս։ Ժողովուրդ ջան, երկու խոսք Նարեկ Կիրակոսյանին, իբր ժուրնալիստ։ Նարեկ,
Գնա այնտեղ, որտեղից քեզ բռնել բերել են, հա։ Դու ժուրնալիստ չես էլ դառնա։ Էտում է իր հրավիրել քո տաղավար։ Հա, տղա ջան։ Ինչ որ հայկական ընտրության ղեկավար, հայկական ընտրության ինչ որ հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Աղայան, հա, Արմեն Աղայան, տաքսու վարորդ, թող ինձ ներեն տաքսու վարորդները, ես իրանց դեմ բան չունեմ, ուղղակի ուզում եմ ասել, այս երևույթը եկել էր քո տաղավար, ասում էր այն, ինչ որ լսել էր իր հաճախորդներից, այս մարդը նախ ոչ մի նոր բան չասեց, ամբողջը բամբասանք, տպավորություններ Նարեկ Կիրակոսյան, որ կանանքով նստած բամբասում եք, մնում էր, որ կիսա շրջազգեստ հակնեիք, գլխներիդ լաչակ կապեիք ու բամբասեիք, Նարեկ, անենց ուրախ էիր, անենց ուրախացար, որ էտի լապ թափեց Նիկոլ Փաշինյանի հասցեին իրա կեղտոտ բերանից, որ հիշացնում էր հանրային տուալետ, գլխից դուրս զառանցեց, պարզ երևում էր, որ ոչինչից գաղափար չունի Նարեկ, կամ չիմանալով էիր բերել, կամ իմանալով էիր բերել, երկու դեպքում էլ դու թքեցիր քո ժուրնալիստի կարիերայի վրա, արդեն ես որ երրորդ անգամն է, Նարեկ, ինչ ես միկրոֆոնն առած վազվզում, տղա ջան, դու քեզ ժուրնալիստ ես համարում, դու քեզ լրագրող ես համարում, դու հավատում ես քո մասնագիտությանը կամ այդ մասնագիտությանը համապատասխանելուն, հա, տղա ջան, քեզ ամաչու, լապը թափեց բերանից, Նարեկն էլ անենց ուրախ էր, ոնց որ կակա էին տավել ձեռքը, տղա ջան հասկացանք, թերահաս ես, գնա միտեղ, որտեղ որ քո հետ կզբաղվեն ու մի քիչ կհասունանաս, կամ գնա իրոք միտեղ, որ սովորես այդ մասնագիտությունը իմանաս, ում ես հրավիրում, ոնց ես հրավիրում, ինչ հարցեր ես տալիս, ինչ էիր հրճվում դրա ասածների վրա, Նարեկ, հա, Նարեկ, քեզ թվում է, դու, ես հասկանում եմ, դու ամեն ինչի դիմում ես, որ փող հավաքես, քեզ թվում է, թե հետո կծլկես արտասահման, քեզ շանտեղ չեն դնի, ոչ մի տեղ, Եվրոպան փակել է, դուր, պատուհան, փակել է, ուշացել ես, Նարեկ, իզուր տեղը քեզ մի խայտարակի, հետ գնա կոմայգի տղա ջան, հետ գնա այնտեղ, այնտեղ քո գործերը ավելի լավ կլնեն, ասում ենք էլի ժողովուրդ, ջահելներ կան, որ պատրաստ են իրանց կյանքը դնել, Հայաստանը պաշտպանելու համար, իսկ ես կիսաֆաբրիկատը, որ չես ջոկում, տղայա, աղջիկա, ովա, ինչա, հրճվում է, որ ինչ-որ մեկին բերել է, հրավիրել է, էնել պետության առաջին դեմքի հասեին, դուրս է տալիս, ավել պակաս, լավ, հույս ունենանք այս ամեն ինչից հետո, սրանց հարցերն էլ կլուծվի, հերիկա ժողովրդի ներվերի հետ խաղակ, էլ չեմ ասում Գիժանժոյի պորնո ակումբը, էլ չեմ ասում են 168-ի են գնդուկծիկ սաթոն, ժողովուրդ ես գիտեի, թե էդի կարքին սենց բոյով բուսով, որ տեսնում է ես ուսերի լայնկը, ես բոխաղը բան, մտածում է երևի բոյով բուսով սենց թափով կինը, դու մի ասա, 1.40 մետրանոց գունդուկ կծիկ մի հատ, էլ չասեմ ինչի գունդ, դրա համար էլ տենց բոլորի, չգիտեմ, թող իրա ծնողներից նեղանա, որ իրան տենց են բերել,
Մենք ինչ ան, մենք ինչ մեղք ունենք, կամ այ ժողովուրդն ինչ մեղք ունի, որ ինքը տենց տգետ ու տգեղա։ Լավ ժողովուրդ, համբերենք մինչև այն որ ասում են հերթով։ Մի հատ անեկդոտ էլ պատմեմ ու վերջացնեմ։ Մեկը գնում է խաղողի այգի ու սկսում է խաղակեն անդուր շտորտերից սկսում է ուտել, խաղողը թույլ է տալիս տերը, որ մտնի ինչքան կարա ուտի։ Ասում է ախպեր ջան, ասում է, դες լավ սորտերը ես հասած խաղողը թողել ես, այդ ինչ ես ուտում, ասում է։ Դու ասում է հանգիստ տեղի, մի մտածի, հանդա ուտելով գիքամ։ Իմի մեզ մնում է տենց, հանդա ուտելով կանք հասնենք սրանց։ Ու վերջացնենք սրանց այդ ամեն ինչ։ Այդ էջը փակենք ու գնանք առաջ ժողովուրդ ջան։ Մի խոսքով ժողովուրդ ջան, ես հաջորդ իմ եթերը կլինի մի քիչ ուշ YouTube-ով, բայց Facebook-ում կլինեմ հաճախ։ Այդ մի քիչ համբերենք, տեսնենք սրանց լացուկոցին, սրանց երեք մանեթանոց լացին ինչ կպատասխանի սահմանադրական դատարանը։ Ժողովուրդ ջան, լավ եղեք, պինդ եղեք, մի հուսահատվեք ու ոչինչ, էս էլ մի շրջանակը հաղթահարենք կանցնենք, սենց բաներ ենք հաղթահարել ժողովուրդ ջան, էս էլ կհաղթահարենք։ Ու մեր ժողովուրդը սովոր է, մեր ժողովուրդը ոչ սոված մնալուց է վախենում, ոչ ցրտից է վախենում, ոչ մի բանից էլ վախ չունի, մեր վախը չափած է, մենք 5 տարի առանց հոսանքի, առանց ջերմության, մենք ապրել ենք, մի մոռացեք։ Հիմա փաստորեն տրանսֆորմացիան է մեր այդ ուբորնի երկրից դուրս գալ ու գնալ դեպի քաղաքակիրթ աշխարհ։ Ժողովուրդ ջան, էդ ենք անում։ Ուրեմն բոլորս պետք է միասնական լինենք, միասին լինենք, Հայաստանը ոչ մեկինը չի, բոլորինս է, ու պետք է բոլորով պայքարենք Հայաստանի, հայ ազգի լավի համար։ Այսքանը ժողովուրդ ջան, ձեզ առողջություն, համբերություն, լավ օրեր ու լավատես եղեք։ Հավատացեք լավին, որ լավը կատարվի, ժողովուրդ ջան, այսքանը կհանդիպենք, բարին են ձեզ։